Բարև ձեզ, Բուն TV եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի շրջանակներում մենք խոսում ենք ֆանտաստիկ, գիտաֆանտաստիկ եւ ֆենտեզի համակարգչային խաղերից, կոմիքսներից, գրքերից, ֆիլմերից, այսինքն այն ամենից, ինչ կարող է հետաքրքրել գիկերին։ Այսօր իմ հյուրն է ծրագրավորող եւ գիտական ֆանտաստիկայի մեծ սիրահար Վազգեն Թորոսյանը, բարև Վազգեն ջան, նաեւ իմ լավ ընկեր։ Մենք արդեն մի 15 տարի է շփվում ենք շատ։ 10-15 ու մեր ընդհանուր հետաքրքրությունների զոնայում էս վերջերս հատկապես լյուցիսինի 3 մարմին, այսինքն ոչ թե 3 մարմինների խնդիրն է, այլ հիշողություններ երկրի անցյալից եռագրությունը, հա։ Որտեղ 3 մարմինների խնդիրը առաջի գիրքն է։ Ես կարդացել եմ ամբողջ եռագրությունը 2020 թվականի սեպտեմբերին։ Սեպտեմբերի 25-ին թե 26-ին ավարտեցի եռագրությունը, դա սկսվա պատերազմ, շատ բան է իրար բռնեց էլի սենց։ Ոնց որ իր մեջ էլ կա էլի այդ ամեն ինչ այդ մութ անտառի գաղափարի եւ այլն։ Դու վերջերս նույնիսկ վերընթերցել ես։ Ես քո խորհրդով սկսեցի ընթերցել գրքերը, հետո սկսեցի անգլերեն իմ սիրելի մասերը վերընթերցել, թարգմանությունները համեմատել, որտեղ թարգմանությունը ինքը ադապտացիա է։ Հեղինակները չինական ծագումով ամերիկացի են, հեղինակները չէ, համահեղինակներն ու ադապտացնողները ռուսերենը թարգմանված է անգլերենից ու նորից ադապտացված է մեր համար։ Ոնց որ իմ հիշողությունները ավելի թարմ է, ես որտեղ այն ամենատպավորիչ պահերն է իմ մոտ sense ֆիքսվել, բայց կարող ինչ որ բաներ լավ չհիշեմ։ Արի հենց սկսենք սկզբից։ Ինչի մասին է ընդհանրապես եռագրությունը։ Նախ առաջի գիրքը անձնական պատմություն է, հեղինակի անձնական պատմությունը, Չինաստանի կուլտուրական հեղափոխություն, մշակութային հեղափոխություն, այդ տերմինը հայերեն լավ չի տարածված, ռուսերեն ավելի շատ ծանոթ է մեզ որպես կուլտուրնա ռևոլյուցիա, երբ գիտությունը գաղափարական հարձակման էր ենթարկվում, մասամբ անկիրթ ուսանողների կողմից, մասամբ թեկուզ կիրթ, ու Չինաստանում քաոս էր։ Ու այդ պատմությունը Լյուցիսինի վրա անձամբ շատ վատ է ազդել ու ինքը շատ վառ տպավորություններով է այդ պատմությունից ու գրքի առաջին մի հսկա մաս նվիրված է դրան։ Գնաց հենց ամենասկզբից է։ Ամենասկիզբը, սկսում է որ գլխավոր հերոսուհու առաջի գրքի ու երևի տրիլոգիայի էլ հորը ստիպում են հրաժարվել Էյնշտեյնի տեսությունից, որովհետև Էյնշտեյնը կապիտալիստ է, ինքը նույնիսկ համարձակում է Աստծուն հավատալ։ Ու նաև կա բնապահպանական ուղերձ, ոնց են անտառները կտրում հանուն պարտիայի, հանուն հեղափոխության, հանուն գիտության, ու նաև կա նույն այդ գիտության տված արժեքների ուղերձը, որ չնայած այդ ամեն ինչին, իրանք ձգտում են նաև գիտական առաջնորդություն պահել աշխարհում ու առաջինը իրենք դուրս գան կոնտակտի այլ մոլորակայինների հետ։ Ու ընդգծված էլի այդեղ նույն գիտություն, գաղափարախոսություն, հակասությունը, երբ որ գլխավոր հերոսուհին Եվանջին հասկանում է, որ սովորական անտենայով հեռու չեն կարողանա սիգնալ այդ ազդանշանը ուղարկել, ասում արև օգտագործենք որպես ռետրանսլյատոր ու արև կոչվում էր իրանց առաջնորդը Մաո Ձեդունը, ասում են ոնց էս համարձակ արևի վրա կրակես ու ինքը վերջը գախնի անում է այդ ու առաջի գիրքը հիմնականում կոնտակտի հաստատման մասին է մի առանձին վերցրած մարդու անձնավորության մեր մոլորակում ու մի առանձին վերցրած անձնավորության մյուս մոլորակում մեկը հիասթափված իր տեսակից, մյուսը իր տեսակից ու այդ հակասությունը ոնց է բերում կոնտակտի։ Մեկ էլ մի հատ այդտեղ շատ հետաքրքիր պահ կա հենց գիտության էության վերաբերյալ, որ գիտությունը ինքը ավելի շատ էպիստեմոլոգիական նշանակություն ունի, այսինքն գիտությունը ոչ թե այն մասինը, թե ինչ է իրենց ներկայացնում աշխարհը, այլ այն մասինը, թե մենք ինչ կարանք պատմենք աշխարհի մասին մեր գիտակցության միջոցով, այն որ ինչ որ պահ սկսում է քաոս տիրել գիտական տվյալների մեջ, ոնց որ գիտությունը ինքնին սկսում է վերանալ,
ու գիտնականները ցույց են ինքնասպանել ֆիզիկական մահվան միջոցով ցույց է տալի, որ չկա գիտություն ու որ բարձում է, որ դա նպատակային է արած, այդտեղ շատ լավ երևում է, թե առանց գիտության ուր է գնալու մարդկությունը։ Ու նույնիսկ մի քիչ առաջ գնալով երկրորդ գրքում, երբ որ ֆունդամենտալ գիտությունը մնում է նույն վիճակում, բայց դեռ քամում են իրենից տեխնոլոգիաներ, օրինակ կրիոկամերա պարկած գիտնականները կարողանում են հանգիստ ֆիզիկա դասավանդեն 200 տարի անց, որովհետև ֆունդամենտալ ոչինչ չի փոխվել։ Դա էլ ոնց որ մի տեսակ վախ լինի, որ կարող ենք ֆունդամենտալ ամեն ինչ հասկացել ենք մեր տիեզերքի մասին ու տեղ չկա առաջ գնալու, դա էլ հետաքրքիր գաղափար է։ Բայց մի քիչ հետո խոսանք երկրորդ գրքի ամենային կարևոր ուղերձի մասին հարց ունեի, որ այսքան ժամանակ պահում էի տայի քեզ անցամ։ Այստեղ մի քիչ ուզում եմ լիրիկական պահ կա, երբ որ Եվանջին գլխավոր հերոսուհին հիասթափվում է մարդկությունից ու կանչում է ավելի զարգացած քաղաքակրթություն, որպեսզի մեզ սովորեցնեն հարգենք, սիրենք մոլորակը, ու իր աշխարհն էլ է քանդվում, որովհետև պաշտոնյանց նպատակը պարզապես մեր տարածքը զբաղեցնելն է, հարձակվելն է, ոչ մի կառուցողական բան չունեն, ու պացիֆիստը իրենց կողմից, որ պատկերացնում է, որ առաջի սիգնալը ստանում ենք, պատկերացնում է երկիր մոլորակը կայուն օրբիտայում, ու իր համար դա դրախտ է։ Ու ինքը իր տեսակին ճանաչելով շատ լավ իմանանք դիկտատուրա են, չէ՞ լինում։ Տրիսոլարցիները։ Ամեն ցանկացած մեղքի համար պատիժը մահ է, որովհետև պարզ չի ինչի են այդքան մեծ քանակով վերացնում իրանք, երևի արագ կարողանում են վերականգնեն, բայց նրա հիասթափությունն էլ բերում է նրան, որ զգուշացնում է չկրկնել։ Անցնելով երկրորդ գրքին, այնտեղ երբ որ ամենաառաջի կոնտակտը լինում է ոչ թե տեսակի հետ տրիսոլյարիների, այլ զոնդի։ Այդ զոնդի կառուցվածքը կաթիլը, որը կամ պատված էր ուժեղ ուժով փոխազդեցությամբ նյութով կամ ինքը ամբողջությամբ ինչ-որ նյութ էր, ես եթե չեմ սխալվում, ինչ-որ շատ պրոտոնային նյութ էր, ինչ էր տենց չգիտեմ դիտողները ոնց, դու գիտես, որ կա ուժեղ փոխազդեցության ուժ ու թույլ փոխազդեցության ուժ, օրինակ էլեկտրամագնիսականը թույլ է։ Չէ, էլեկտրամագնիսական ուժեղ թույլ։ Ուժեղ թույլ։ Թույլը դա ռադիոակտիվ տրվման համար է։ Իսկ ուժեղ ուժով պրոտոնները պրոտոնները առանձին չեն կա, իրանք իրար կվանեն պրոտոն նեյտրոնները իրար հետ, քվարկերը իրար հետ։ Ամենաուժեղ պահող փոխազդեցություն։ Ու իրենք ինչ որ կերպ կարողացել էին իրենց զոնդը պատել այդ ձև փոխազդեցությամբ նյութով, ինչ թվում է ինչ-որ քվարկ գլյուոնային պլազմայի նման ինչ-որ բանով, որի համար սովորական նյութը ընդամենը ոնց որ դատարկություն է, ու ինքը անցնում էր ամեն ինչի միջով, իրան ոչ մի վնաս չտալով, ինձ ինչն էր հետաքրում, դրա քաշը։ Քաշը շատ կլինի։ Եթե ինքը, ասենք օրինակ, նայ, նեյտրոնային աստղը, որը բաղկացած է իր ամբողջությամբ բաղկացած ատոմական միջուկներից, ինքը իր քաշը այնքան մեծ է, որ ինքը սեղմում է համարյա մի 10 կիլոմետր տրամագծով գնդի մեջ, երբ որ իր զանգվածը կարող է հարյուրավոր կամ հազարավոր աստղի արեգակի զանգվածներ լինի։ Համարյա սև խոռոչ է, էլի։ Քաշը շատ պետք է, շատ պետք է լինի։ Այդ դեպքում այնտեղ կա բացատրություն, որ ինքը երբ որ մարդկանց մեծ նավատորմի մեջով անցնում է ու սաղ վերացնում, վերջում արևի մոտ է գնում կանգնում ու բլոկ անում, որ այլ մարդիկ տրանսմիշ չանեն, սիգնալ չուղարկեն։ Ու այդ վերջի մանևրը գրավիտացիոն մանևր անում, գրքում նկարագրած է, որ էներգիան պրծավ, երևի թե քաշի շնորհիվ։ Բայց էլի արդյոք ինքը գրավիտացիոն էֆեկտներ չէր առաջացնում։ Պետք է առաջացնի ինքը, եթե իրանք չեն կարում ինչ որ ձևով ազդեն հենց փոխազդեցությունների վրա, կարող ունեն տեխնոլոգիա, որ այդ տարածքում գրավիտացիոն հաստատությունը մի քիչ ավելի թուլացնում է կամ չգիտեմ ինչ որ լրացուցիչ դաշտերի միջոցով
գրավիտացիայի ազդեցությունը հավասարակշռ բան պետքա շատ ուժեղ գրավիտացիա։ Այսինքն տեսականորեն, եթե վերցնենք օրինակ չի կորացնի տարածությունը, այդ չափի, ասենք ինչքան է կաթիլի չափը։ մի ավտոբուսի չափ է նկարագրվում։ Մի ավտոբուսի չափ ինքը նեյտրոնային աստղի, ասենք մի գտալը մի քանի հազար տոննա է, թե մի քանի տասնյակ հազար տոննա, էլի ավտոբուսի չափ որ հաշվես, դա միլիոնավոր կամ կարող է միլիարդավոր տոննաներ լինի, էլի։ Այնտեղ ինքը մեջը դատարկ էր ոնց որ, որտեղ եթե մեջը դատարկ է, այդ ինքը բարակ շերտ է լինում։ Դատարկ է մեջը։ Հա, որովհետեւ ահագին ավելի թեթև է։ Ես մտածում եմ լավ, եթե ինքը տենց ամբողջական կտոր է, իրան ներս են տանում ուսումնասիրելու համար, այդ նավը կճմլեր ներս։ Բնականաբար։ Բայց երրորդ գրքում, երբ որ իրանք փուչիկը հայտնաբերում են 4 քառաչափ տարածության, այնտեղ իրանք մտնում են ներսում ու չեն հասկանում ինչա ներսում տիրում այդ կաթիլը ու ամեն ինչ ջարդում են տենց կանգնացնում։ Որ կարծիք ինքը կարա թաղանթ լինի շատ բարակ, ասենք, չգիտեմ, մի պրոտոն հաստությամբ թաղանթ լինի, բայց այդ պրոտոնները այդ երկչափ թաղանթի վրա իրար շատ խիտ կամ պրոտոններ կամ նեյտրոններ, բայց դա ուղղակի ֆիզիկապես չեմ պատկերացնում, որ կարանտես կցնեն էլի։ Որտեղ նեյտրոնային աստղի մեջ հենց իր գրավիտացիայի շնորհիվ է, որ իրենք կպած են իրար։ Պրինցիպի մի ճաշի գտալ չի կարող լինի նեյտրոնային աստղ, ինքը կընթարցակվի, բայց հանուն գեղարվեստական դե օրինակ կարաս ինչ որ ֆիզիկական պարամետրեր փոխես, հասնես այդ քո ուզած ձևին էլի։ Եթե սենց վերցնենք նույն սոֆոններն էլ բացազատված պրոտոնները, որոնք AI data center են ամբողջական մեջը հավաքած ու հետո նորից հետ ֆոկուսացած։ Այդ մի քիչ ավելի հետաքրքիր է, որովհետև օրինակ պրոտոնի միջուկը, պրոտոնը ինքը միջուկը ինքը բաղկացած է քվարկերից ու գլյուոններից, չէ՞։ Բայց ասենք ասում ենք 3 հատ քվարկ կա, բայց այնտեղ այդ 3 հատ քվարկ էտի այնա ինչ որ մենք դիտարկման ընթացքում տեսնում ենք։ Բայց եթե դու պրոտոնին էներգիա հաղորդես, ասենք մեծ արագությամբ, իր մեջի քվարկերի թիվը անդադ աճում է։ Տեսականորեն վիրտուալ քվարկեր, լսած կնես վիրտուալ մասնիկների մասին, մենք վակուումից առաջանում անհետանում են։ Դրա շնորհիվ Հոկինգսի ճառագայթումը դրա շնորհիվ է չէ առաջանում, որ Հոկինգի որ մի վիրտուալ մեկը ընկնում է խզեվ խորոչի մեջ, մյուսը հեռանում է։ Այդ սոֆոնների գաղափարն էլ ինքը մի կողմից ոնց որ կախարդական բանն է, որ սյուժեն առաջ է տանում, մյուս կողմից շատ զրկված չի իրականությունից, բայց այստեղ պետքա մեր սիրելի Game of Thrones-ի շոուրաներներին մի քիչ գովեմ։ Իմիջիայլոց իմ ծանոթությունը գրքերին եղավ քո խորհրդով, բայց ամբողջ տիեզերքին պարզապես Netflix-ով ռեկոմենդացիաների մեջ բերել էր, նայեցի, հետո քո հետ քննարկեցի, խորհուրդ տվեցիր։ Ինչի եմ ուզում նշեմ, որ Netflix-ում մի բան լավ էր արած, որ այնտեղ սոֆոնների թիվը սահմանափակ է, կոնկրետ 2 հատ են։ Հա։ Ունդը քննարկվում էր, որ տանենք մի արագացուցիչ դնենք լուսնի վրա, մեկը երկրի վրա, ու տենց որտեվ մի վարքյան տարբերություն կա, որպեսզի հասնեն լուսին, այնտեղ էքսպերիմենտը փչացնեն, հետո գան ստեղ, որ գոնե տենց կարանանք իրանց բանը, իրանց այդ արգելքը հաղթահարենք։ Իսկ գրքում իրանք պարզապես մեղուների չափ, ճանճերի չափ շատ էին։ Սոֆոնը պրինցիպի ասենք ինչ որ շատ առաջադեմ ֆիզիկայի մասին է խոսքը, հիպոթետիկ ֆիզիկայի, ավելի շատ ոչ թե ուժեղ թույլ կամ բան էլեկտրամագնիսական, այլ հենց քվանտային գրավիտացիայի մասին է, որը մենք չունենք ու չենք պատկերացնում, կարող ունենանք ու իրոք հնարավոր են այդպես բաները։ Բայց լավ կլներ գրքում էլ 2 հատ լիներ սոֆոն։ Մյուս կողմից էլ եթե կարողանում են սարքեն, ինչի շատ չսարքեն ուղարկեն։ Կարելի է այդ հարցն էլ լուծել, որ լավ ամբողջ մոլորակի ռեսուրսները հերիքել է 2 հատ սարքելու։ Կարելի է Դե բայց դրանք ընդհանրապես մի պրոտոն են։ Հա։ Զուտ սյուժեի տեսակետից լավ կլներ իրանք քիչ լինեին։ Իսկ մութ անտառի գաղափարի հետ ոնց։ Այդի Ազվեի ես ասում։ Մի քիչ դեպրեսիվ է, որովհետև մի երկու բառով պատմենք, որ մեր հանդիսատեսները։
Մութ անտառը ֆերմայի պարադոքսի հնարավոր պատասխաններից մեկն է, տեսություն այն մասին, որ տիեզերքը շատ ագրեսիվ տարածք է ու ագրեսիվ տարածքում ավելի լավ է ավելորդ ձայն չհանել, որովհետև ցանկացած մեկով այդ ձայնը լսում է, ինքը վստահ չի դու թշնամի ես, թե բարեկամ։ Իսկ իրան ձեռատալի ելնել նրանից, որ թշնամի ես վերացնի։ Քեզ ընդունում է ապրիորի որպես թշնամի։ Ու բոլորը կամ սուս են մնում, կամ եթե տեղը expose-ս, ասում բացահայտել ես, արդեն ինքդ պետք է հարձակվես։ Պատրաստվի կամ փախչելու կամ այստեղ մի բան էլ կա, որ տիեզերքի ռեսուրսները սահմանափակ են դիտարկել տիեզերքի։ Քաղաքակրթությունների թիվը աճում է, հետևաբար բանաձևով ամենատրամաբանական բանաձևով ինչ որ քաղաքակրթություններ պետք է իրաց խլեն այդ ռեսուրսները։ Օգտակար մոլորակները քիչ են։ Այո։ Ցածր էնտրոպիական ոնց էր ասում վիճակները հազվադեպ գյուտ են, ուզում են տարածվեն ու պետք է այդ ռեսուրսները ազատել։ Տեսությունը համ իմաստ ունի, համ քննադատման է ենթարկվում։ Արի մեր աշխարհիկ կոնտեքստում նայենք երկրի հենց հիմիկվա աշխարհի մարդկային, չէ ոչ միայն մարդկային աշխարհի, այլ ընդհանրապես բնության, կենդանի բնության կոնտեքստում նայենք։ Կենդանի բնության մեջ կա իրար վերացնելու ինստինկտը, բայց նաև կա պարազիտները իրանց կրողի հետ համագործակցում։ Սիմբիոզ կա համաձայնում։ Վիրուսները, մի քիչ պետք է որ համագործակցության եզրեր լինեն։ Այստեղ ավելի շուտ գիտես ոնց ոչ թե այդքան համագործակցություն, որտեղ համագործակցությունը այդ մի քիչ ավելի մարդկային հասկացություն է, էմպաթիայից ելնող, հետո դու կարաս մեկի հետ համագործակցես առանց իրենց օգուտ ստանալու։ Իսկ ասենք սիմբիոզը առանց օգուտ ստանալու չի լինում։ Դիստանցիան կարող է շատ հեռու է ու համագործակցության միջև բանակցություն վարես մի ուրիշ ագրեսիվ, հենց տենց էլ լինում է Image Islands գրքում, հենց այդ բանը ոչ ուղակի նկարագրվում է, որ մինչև դու ինչ-որ մեկին համախոհ գտնես, ինչ-որ ագրեսիվ տեսակ ավելի արագ, շարից փորձանքից հեռու քեզ վերացնի, ինչի թողնի նավսյակի էլի, ասենք։ Այնտեղ իմ ամենասիրած հատվածը երևի 3 գրքում ինչքան տարօրինակա ֆիզիկան չի, այլ հեղինակ ինժեներ լինելով նաև լավ սոցիոլոգիական պատկերացումներ ունի, թե այդ երբ որ գալիս է դիտի իրենց ահաբեկման ժամանակաշրջանը, որ որոշումները ոնց են կայացնում, մեկը չի ռիսկ անում։ Իմ ամենասիրած հատվածը այն սուպեր զարգացած ցիվիլիզացիան, որ Ֆոլգա է ուղարկում։ Այն որ ինչ որ մեկը նստած է իր ինչ որ բան է, էլի դիժ հերթապա իր համար էս նստած է։ Մեկը նայում են չորի սով են, էս ինչ են, էս սպաս մի հատ Ֆոլգան ուղարկեմ մի հատ։ Իր մտքերը, որ նախ ինքը ինչքան էլ սուպեր զարգացած տեխնոլոգիաներ են իրանց մոտ, ինքը մնում է, եթե հիշում ես, իրանք ժամանակը ծորենի հատիկներով էին, հաշում։ Մենք դուս ենք եկել 10000 ծորենի հատիկ ժամանակ առաջ, ինչ որ հերավորություններն էլ, ինչ որ ոնց հասկամ թռչուններից առաջացած ռասա է լինում, դրա համար իրանց միակ ոնց են ասում, միակ ուրախությունը մնում է մտքում երգել են թողում, որովհետև իրանք իրար միտքել են կարում կարդան, ու ինքը այդ մոլորակներ վերացնողի գործը, որ համարվում է ինչ որ շատ ոչ հարգած բան է էլի, ասենք ինչ որ օֆիսային աշխատանք ու ոչ հարգալի աշխատանք էլի։ Կլեր բանը, սովորական կլերկ է։ Բայց ինքը միևնույնն է իր գործին լավ հարգանքով է վերաբերվում։ Սիրում է գործը։ Դու իմանաս այդ կոորդինատը ֆեյք է թե չէ։ Ինքը ինստինկտով է զգում, որովհետև մի հատ ուրիշ լավ բլոգեր կա, ես իրան հաճախ նայում եմ, ինքը վերլուծում է, ինքը մեծ թերություն էր համարում, որ կոորդինատները եթե տվիր միանգամից խփող է լինում այդ կոորդինատներում, ինչի ֆեյք կոորդինատներ տվողներ չկան։ Կան։ Հենց ինքը այդ ռասայի ներկայացուցիչը իր գործի մեծ մասը կայանում էր նրանում, որ տարբերակի ֆեյք կոորդինատները իրականից։
ու ինքը ասում էր վախն է միակ կոմպոնենտը, որ դու հասկանում ես, որ կոորդինատը իրական է։ Այդ մարդու, ինչ արածի մտքերը երևի ամենահանճարեղ Էնտրոպիայի պահով հատկապես։ Հա, մանավանդ էնտրոպիայի պահով, երբ որ ասում է, դե տիեզերքում էնտրոպիան աճում է, իր համար է շատ ակնհայտ ընդհանուր գիտելիք է, բայց տեղ նվաճում է, նվազում է, հա։ Նվազում է, իսկ այդ նվազող արարածները հենց էնտրոպիայի նվազման մեջ երևի իրանց իմաստն է։ Իրանք իմաստ են ման գալի իրանց գոյության, բայց պետք չի ավելի երկար իմաստ։ Բայց ինքը ճիշտ է, հենց այդ է։ Իշն է կյանքի գոյության, sense փյակետնով ասենք իմաստը, այդ իմաստը դա մարդկային կատեգորիա է։ Հոմեոստազը պահպանել է, այսինքն իր ցածր էնտրոպիան պահել է հնարավորինս երկար մինչև փոխանցի հաջորդ սերունդներին։ Հա, ու ինչքան հնարավոր է ավելի մրցունակ սերունդներ տալու, ավելի քիչ էնտրոպիայով, որի իրանց էնտրոպիան ցածր պահեն ու տարածեն տիեզերքով մեկ։ Կյանքի ամբողջ մեխանիզմը է դա։ Ու մենակ այդ կարճ հատվածը, նույնիսկ sense որպես մի հատ պուճուր ֆանֆիկ գրածներ ինչ որ թերթում ու ես կարդայի, հերիք էր որ հեղինակին հանճարեղ հայտը համարեի, որովհետև այն որ ունդես էս բարակ գծով գնում է, որ գուցե ուրիշ իմաստ կա, բայց շատ վտանգավոր է դրա մասին մտածելը, որովհետև իրանք երևի աթեիստ ռասա են, ու Չինաստանն էլ էր աթեիստ ռասա, առաջի գրքից ոնց որ կարմիր գծով գալիս է թե որ գործ չունես։ Բանը արի հենց գրքի գլխավոր ես այնտեղ մասշտաբների մասին չեմ խոսում, որովհետև մասշտաբների նկարագրությունը այդ ճակատամարտերի նկարագրություն, ճակատամարտը ոչնչացման, նավատորմի ոչնչացման նկարագրությունը, արեգակնային համակարգը երաչափից երկչափի վերածվել, դու вообще ուղղակի ծրիվ ատալ։ Մանավանդ Վան Գոգի կտավի նմանվում է։ Ու բանը քարաչափ օբյեկտների նկարագրությունը, ոնց մենք կտեսնեինք քարաչափ օբյեկտներ, այդ սա լավ։ Բայց արի ֆինալից խոսանք, էլի ֆինալը ես չգիտեմ, ես հիմա արի փորձենք ինտերպրետացնենք, ինչի մասին էր խոսքը։ Տիեզերքը ռեստարտի է ենթարկվում, թե ինչ է տեղի ունենում։ Այնտեղ ֆինալում ոնց որ ոչ ոք պատասխանը չի ունենում, արդյոք մեծ կոլապս կլինի, թե մեծ ընդարձակումը կշարունակվի։ Հիմա էլ չունենք պատասխան։ Հիմա էլ չունենք, գրքում էլ չունենք ու միլիարդավոր անվերջ ցիվիլիզացիաներից ոչ մեկ չուներ, բայց եթե նկատել ես էկոլոգիական ուղերձը գալի հասնում է վերջում ավելի գլոբալ մակարդակով, եթե առաջի գրքում ծառերն էին կտրում ու միջավայրը աղտոտում մի մոլորակի շրջանակում, ու այդ մենակ մեզ էր վնաս մարդկանց, ովքեր ապրում են այդտեղ։ Վերջում ֆինալում նույն ուղերձը գնում է այն, որ մի հատիկ ատոմ եթե դու տիեզերքից վերցնես ու պահես, ով գիտի կարող է հենց այդ տիեզերական հաստատումները փոխեն ու գոյություն չունենա։ Ու ձուկը այնտեղ թողելը էլի այդ նույն ուղերձն էր, որ մեկը ինչ որ բան պետքա վերցնենք, որ ձուկը թեկուզ մնա գրպանային տիեզերքի մասին։ Իրանք որ դուս են գալի, ամեն ինչ հանում են, իրանք էլ են դուս գալի ոչնչանալու մեր մեռնող տիեզերքում, ըստ ձկանը թողում են գրպանային տիեզերքում։ Ոնց որ կոմպրոմիս երևի, որ հա, համաձայն ենք մենք վերցնելով տիեզերքից իրան դատապարտում ենք ոչնչացման, բայց տիեզերքի համար մեկ է։ Մենք ապրող հարածներս էլ չենք ունենալու այդ միջավայրը։ Մյուս կողմից բառանց վերցնելու ոնց անենք։ Այդ ձուկը այդ կոմպրոմիսն էր, ես տենց եմ կարծում։ Ընդհանուր հա, առաջի գրքից միջև վերջի գիրք դու մի անգամ ասացի ոնց է, երրորդ գիրքը ոնց է քո համար, ասացի մասշտաբներն է մեծանում։ Հենց տենց էլ կա։ Մասշտաբները հասնում է հնարավոր ամենամեծին։ Ու խնդիրները մնում են նույնը։ Հա։ Էլի նույն խնդիրները։ Ինձ գիտես ինչ է թվում, ինձ թվում է այստեղ զուտ որպես ոչ թե ալեգորիայով, եթե նայենք այլ զուտ հենց ֆիզիկական փորձենք հասկանանք ինչի մասն էր խոսքը, եթե լյուցիսինի նկարագրած տիեզերքը անվերջ է, Իրանում կարան լինեն անվերջ քանակի տենց օջախներ երկչափացման, ասենց ասած։ Որտի вообще տիեզերքին խնդրեմ չի առաջացնի։
որտեղ միշտ կլինեն անվերջ տարածություններ, որտեղ ինքը մեկը հələ որ երաչափ, կամ հələ քառաչափ։ Բայց եթե ինքը փոքր տիեզերք է, ինքը ասենք սահմանափակ չափերի տիեզերք է, ինքը ինձ թվում է դրանից հետո պետք է ռեստարտի ենթարկվի վերածնի։ Կոլապսի։ Իմ տպավորությունով Լուսիսինի տիեզերքը սահմանափակ էր։ Տեսաների մասին է խոսքը։ Չնայած հա կներես, չնայած ճիշտ ես, այդ գրպանային տիեզերքը ինքը երաչափ տոր էր, ուղիղ շարժում էր, հետեր գալի նույն տեղը։ Հա, ու ինքը վերցրած էր գլխավոր տիեզերքից։ Հա։ Ու եթե գլխավոր տիեզերքը անսահման լիներ, այդ մեծ ցիվիլիզացիաները սուպեր խելացի չէին անհանգստանա, որ մատերիա է պակասում։ Իրանք օգտագործել էին ահռելի էներգիա, որպեսզի կարողանան նույնիսկ միջև այդ գրպանային տիեզերք բոլոր գոյություն ունեցող լեզուներով ուղարկեին, որ խնդրում ենք մատերիան հետ տվեք։ Ու էլի դուրս գալուց գիտնական էր, չէ՞, մյուսը, որ մնացել էր բան, անունները շատ դժվար է հիշել, գիտնական էր, ու ինքը հասկանում էր, որ այդ ձուկը թողնելը հնարավոր է հենց այդ է դատապարտելու ամբողջ տիեզերքը հետ չսեղմվելու։ Բայց մյուս կողմից ինքը կենթանի արած էր, այդ դեպքում մարդու հասկանում էր, որ ուրիշ կենթանի արած ստեղծելու համար պետք է մի բան վերցնես։ Դա չափի մեջ էր հարցը, որ իրանք հետ տվեցին այն ինչ որ ճոխությունները, թողեցին այն ինչ որ գոնե մի բան ունենա։ Իմ տպավորությունով երրորդ գիրքը մասշտաբներն այնքան է մեծացնում, որ նույնիսկ տիեզերքը արդեն այդքան անվերջ չի թվում։ Հա, արդեն ինքը դուսագալի մետաֆիզիկայի մակարդակի զուտ ֆիզիկական պատկերացումներից։ Էկոլոգիական խնդիրը հասնում է գլոբալ տիեզերքից մի քիչ նյութ վերցնելու աստիճանի միջև։ Այ ինձ հենց այդ լավ գիտական ֆանտաստիկան ինչով է տարբերվում միջին կամ վատ գիտական ֆանտաստիկայից, եւ որ ինքը քննարկում է մեր երկրային խնդիրների կամ մեր երկրային սոցիալական հարցերի հետ միասին, ասենք Չինաստանի մշակութային հեղափոխությունը, ժամանակակից իրավիճակը, նաեւ հիմա Չինաստանում գիտական ֆանտաստիկայի վերածնունդը եւ այլն։ Այդ ամեն ինչի հետ միասին քննարկում նաև շատ ավելի գլոբալ, շատ ավելի մեծ մետաֆիզիկական, փիլիսոփայական հարցեր, որոնք կարող է մարդկության հետ այդքան էլ առնչություն չունենան։ Թվացial։ Հա, կամ թվացial, ինչ է ասում մեծ տիեզերքի ապագայում։ Հա, բայց Աստված ջանի, մի 20 լուսատարի են կողմ մի հատ գամա ճառագայթումով աստղ, մենք ստե 20 տարի հետո ստերիլ մոլորակ ենք ունենալու։ Թվում է թե ոնց որ մեզ ինչ 20 լուսատարին ահռելի հեռավորություն աստղապայթ է։ Շատ հանգիստ կարա մաքրի։ Հա։ Ու այդ հիբերնացիայի շնորհիվ ժամանակի ոնց որ մի մարդու ժամանակի մեջ այդ ամեն ինչը տենալը էլի մեզ համար սկզբից ինչ են ասում, մարդիկ ասում են 400 տարի է էլի մեզ ինչ, բայց 400 տարին շատ քիչ է։ Մենք որ նայենք Միշնադարը, ինքը շատ ավելի երկար է։ Ոնց որ համ ժամանակը մասշտաբի մեջ քիչ է երևում, համ հեռավորությունները, համ տիեզերքը փոքր է երևում մասշտաբի մեջ։ Շատ հետաքրքիր թեմա է, ուղղակի մեր ժամանակը արդեն ուզված սպառվի։ Մենք կարանք։ Բայց ինձ թվում է մենք այս թեման էլի կարանք շարունակենք քննարկենք, նորից հանդիպենք երևի, որովհետեւ մյուս անգամ ես կհամոզեմ, որ դու նաև Գրեգիգն կարդաս։ Լավ։ Ինքը Լյուցիսինի շատ մոտիկ է հենց այդ առումով, այնտեղ մի քանի հատ գիրք կա, որոնք քեզ շատ դուր կգան։ Ու նաև դրանք քննարկենք, ապրես որ եկար, շատ հետաքրքիր զրույց էր։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։